Հնարավոր է, որ հիմա փորձեն ավականու անդամներից, այլ խմբակցությունների իրենց օգտին մարդ հավաքագրել։ Վարդան Ղուկասյանն էլ է մի քիչ չարդարացված ոգևորություն ցուցաբերում, չէ՞։ Քաղաքապետի տեղակալ կլինի այս ինչը, Ռուբենին տալիս է մշակույթի վարչություն, ճարտարապետը պիտի հանգիստ։ ԿՊ-ն կարող է, եթե նույնիսկ իր տեխնատուին չկարողանա անցկացնի, կարող են անեն, որ Վարդան Ղուկասյանն էլ չընտրվի։ Այդ ձերբակալությունը միայն Վարդան Ղուկասյանին չի վերաբերում, ցանկացածին է վերաբերում։ Այդ որոշումները որ չկայացնեն, իրենք բոլորն է քաշվելու են։ Գյումրին էլ է քաշվելու, երկիրն էլ է քաշվելու։ Առանց այդ process-ի ժողովուրդը փողոց դուրս չի գա, դուրս գան որ ինչ անեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող լինի վարչապետ։ Հայաստանում երկրորդ մարդը չկա որ մի մարդ, որը ոչ կրթություն ունի, ոչ դաստիարակություն ունի, պարզմա ոչ կնիկ ունի, ոչ պրավա ունի, սաղ կեղծ։ Այ մարդ առաջադրեք, սկսեք այդ գործընթացը։ Ինչ է նշանակում ուզում է, չի ուզում։ Այսինքն ոնց ինքը ինչ է ուզում։ Ուզում է կյանքը թեթև լինի, հեշտ լինի, բայց այդ դեպքում ինչ է քաղաքականությամբ զբաղվում։ 26 ընտրությանը պետք չի պատրաստվել։ Այդ 26-ի ընտրությունը գալու է, չէ՞։ Հիմա ասեք մարդը պիտի իր մահվանը չպատրաստվի, չէ՞։ Հնարավորությունը չօգտագործելը դու ինչով ես բացատրում։ Ասում է ԿՊ-ականները դեմ են։ Ասում առաջին դուք եք դեմ։ Մի շաբաթվա մեջ մի քանի ոշխարով 3 հոգի դուս է եկենդից արդեն։ Բայց քաղաքական process-ը լինդե մարդ կմնա։ Հիմա կարա 34 հատ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություններ։ Կլեն կգան մի ժամում։ Եվ այդ խնդիրը կլուծվի հենց մի ժամում։ Գյումրի ընտրություններն ավարտվեցին, օրեր անց ավականու առաջին նիստն է, սակայն առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Միակ որոշակին այն է, որ Գյումրիում թերևս ԿՊ-ական քաղաքապետ չի լինելու։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ինչ զարգացումների սպասել։ Արդյոք Գյումրին արդարացրեց սպասելիքներն ու դեռ կարող է համապետական process-ների խթան դառնալ։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան, բարի գալուստ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Ղազարյան, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, բոլորը սպասում էին Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը խոսքին։ Դա եղավ, հայտարարություն տարածեց։ Արդյոք սա նշանակում է, բայց որ բոլոր հարցերի պատասխանները կան ու ապրիլի 16-ին ավականին ընտրելու է Վարդան Ղուկասյանին, թե այլ սցենարներ եւս հնարավոր են։ Եթե առաջնորդվենք միայն առայժմ եղած հայտարարություններով եւ դրանք համադրենք այն մանդատների քանակին, որոնք ունեն հայտարարություններ անող քաղաքական ուժերի առաջնորդները, ապա ամենայն հավանականությամբ պետք է ապրիլի 16-ին քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մակերեսն է դա։ Բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս որոշակի լռությունը, հանդարտությունը ինձ անհանգստացնում անկեղծ ասած։ Վստահ եմ, որ նրանք пассив չեն հիմա եւ վստահ եմ, որ այտենց համերաշխ չեն կատարված ընտրության եւ արդյունքների հետ եւ հնարավոր է, որ հիմա փորձեն ավականու անդամներից, այլ խմբակցությունների իրենց օգտին մարդ հավաքագրել։ Առավել եւս, որ իրանց որոշման համար ընդամենը պետք է 2 թե 3 մանդատ։ Ահա, Երևանի նման անեն ինչ-որ հիմա։ Այո, չի բացառվում, ես պետքա կարծում եմ, որ մյուս բոլոր քաղաքական ուժերը, ովքեր անցել են Գյումրի ավականի, հիմա չհանգստանան ստեղծված իրավիճակով եւ չբավարարվեն միայն այդ հայտարարություններով, շարունակեն պահպանել զգոնությունը, մանավանդ որ Մարտուն Գրիգորյանն ասել է, որ պետքա անհրաժեշտ թվով ձայներ հատան Վարդան Ղուկասյանին, իսկ եթե ասենք ենթադրենք իրանց ամբողջ խմբակցությունը չի քվեարկում, ապա ինչ են անում այն մարդիկ, ովքեր չեն քվեարկում Վարդան Ղուկասյանի օգտին։ Եթե հանկարծ պարզվի, որ նրանք քվեարկեն ԿՊ-ի առաջադրած տեխնացուի օգտին, ԿՊ-ին հենց այդքան ձայնել անհրաժեշտ է։ 3, չէ՞, 14։ Առավելագույնը։ Հա, դուք այդ վտանգը տեսնում եք։ Այո, ես այդ վտանգը տեսնում եմ եւ պետքա հիմա այդ քաղաքական ուժերը ցուցաբերեն մեծ զգոնություն, որպեսզի հանկարծ այդ ռիսկերը ամսի 16-ին ի հայտ չգան, որովհետեւ ԿՊ-ն քաղաքական գործիքակազմ չի կիրառում այդ ազդեցությունը բանացնելու համար։ Նրանք որպես կանոն իրականացնում են վարչական եւ իրավական գործիքակազմը։ Ինչպես եղավ 21 թվին Բալասանյան դաշինքի հետ։ Հիշենք, չէ՞։ 21 թվի ընտրությանը Բալասանյան դաշինքը, եթե հայտարարություններով սահմանափակվենք, հայտարարում էին, ասում էին, եթե մենք 50%-ից ավել քվե չստանանք,
ապա կհամագործակցենք ավականու բոլոր քաղաքական ուժերի հետ բացի ԿՊ-ից։ Ասում էին, այո։ Բայց հետո ինչ տեղի ունեցավ։ Ընտրություններից հետո ձերբակալեցին Բալասարյան դաշինքի մի քանի կողմնակիցների եւ ստիպեցին, որ Բալասարյան դաշինքը հենց ԿՊ-ի հետ գնա համագործակցության։ Այսինքն չի բացառում, որ այդ իրավական մեխանիզմներով, իրավապահ մարմիններով չմոռանանք, որ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետը Սարիկ Մինասյանի ազգականն է եւ ընտրական շրջանում այդ թվում ընտրություններից երկու առաջ ձերբակալությունները քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական հաղորդագրություններով իրականացում էին ԱԱԾ-ի կողմից տված օպերատիվ հետախուզական տվյալների վրա, այսինքն չի բացառում, որ նրանք շարունակում են աշխատել եւ այդ վտանգը կա, որ կարող է նրանք գողանան նորից ժողովրդի քվեն եւ իշխանությունը։ Դա հաշվի առնելով, որ Ռուբեն Մխիթարյանին ու այդքան շատ չէ եւ Մայր Հայաստանը Մարտունի Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանի ցուցակների վրա, ճիշտ եմ հասկանում։ Հնարավոր է երկու տեղից էլ տանեն, ասենք, բայց չի մտածել, եթե Վարդան Ղուկասյանը հիմա Վարդան Ղուկասյանն էլ է մի քիչ չարթարացված ոգևորություն ցուցաբերում, չէ՞։ Արդեն տենց բարձր դիրքերից, որ ինքը կլինի քաղաքապետի տեղակալ կլինի, այս ինչը Ռուբենին տալիս է մշակույթի վարչություն, ճարտարապետը պիտի հանգիստ, ոչ մի նրան հիմա պիտի մարդիկ ասեն հանգիստ, այդ ինչ որ դու ասում ես, դա կարա ասի Փարաքարի համայնքի ղեկավարը, որովհետև մարդը 57% հավաքել է եւ ինքը այդ վստահ որոշումները կայացնելու իրավունքը վաստակել է։ Ավականի ունի թիկունքին։ Ավականի ունի եւ ինքն էլ որպես առաջնորդող ուժ, իրավունքի ուժով արդեն համարվում է ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ եւ ինքը այդ վստահությամբ խոսելու իրավունքները ունի։ Բայց դու չունես։ Դու քաղաքապետ չես ընտրվել, չնայած քո մեծ ցանկությանը։ Դու քաղաքապետ կարող ես ընտրվել, եթե ավականու անդամները կողմ քվեարկեն։ Իսկ որպեսզի նրանք կողմ քվեարկեն, դու ոչ թե պետք է դες բարձրալի դիրքերից նրանց հետ խոսես, այլ հավասարը, այստեղ կապ չունի, դու 8 մանդատ ունես, քո առաջնորդած ուժը, Մարտուն Գրիգորյանինը 6, մյուսինը, որովհետև հիմա ձեր բոլորին էլ 0 է, եթե միասին չի։ Եթե հանգստանում ու քնում։ Այսինքն եթե հիմա մյուսները չեն քվեարկում, քո 8 մանդատով դու ինչ պիտի անես։ Ոչ մի բան, չէ՞։ Այսինքն քո 8 մանդատը 0 է, եթե մյուսների հետ միասին չի։ Հիմա Ռուբեն Մխիթարյանի քվեների քանակը, ազդեցության քանակը նույնն է ոնց որ Վարդան Ղուկասյանին է։ Որովհետև առանցին վերցրած իրանք ոչ մի բան չեն կարող անեն։ Իրանք կարող են անել միայն միասնաբար։ Իսկ միասնաբար արդեն նշանակում է հավասարի հետ, ոչ թե ես այսքան ձայն եմ ստացել դու քիչ, ճիշտ է, շատ ես ստացել, դե գնա տենա մենակով ինչ պիտի անես, ոչ մի բան։ Ուրեմն բոլորն էլ պիտի հավասար դիրքերից բոլոր հարցերը լուծեն միասին, խելամտորեն, հավասարը հավասարով, բոլոր հարցերը, ոչ միայն քաղաքապետի, այսի համայնք է, արդեն 6 ամիս ավել է, այդ համայնքը ավականունից չի գումարում, բյուջե չեն հաստատել 25 թվականի հետ, քաղաքում ճգնաժամ է ստեղծվել ԿՊ-ի պատճառով։ Այդ մարդիկ ընտրվել են, որ ոչ թե դառնան քաղաքապետ Կարմիր գալստուկ կապեն, այլ որ այդ համայնքի հոգսերը լուծեն, այդ համայնքի տեղական նշանակության խնդիրները լուծեն։ Իսկ այդ խնդիրները լուծող մարմինը համայնքում համայնքի ավականին է։ Եթե համայնքի ավականուն ճգնաժամ ձևավորվեց, ոչ մի հարց չի լուծվելու։ Եվ ԿՊ-ի ուզածը դա է։ ԿՊ-ն կարողան, եթե նույնիսկ իր տեխնատուին չկարողանա անցկացնի, կարողան են անեն, որ Վարդան Ղուկասյանն էլ չընտրվի։ Այսինքն Մարտուն Գրիգորյանի թիմակիցներից եթե ոչ բոլորն են քվեարկելու, ապա կարող է ստացվի, որ Վարդան Ղուկասյանն էլ անհրաժեշտ ձայներ չհավաքի ընտրվելու համար։ Իսկ այդ դեպքում երրորդ սցենար եք դիտարկում։ Այո, իսկ եթե այդ դեպքում արդեն գնում են արտահերթ ընտրության, որի մասին Նազելի Բաղդասարյանը խոսել է գյումրեցիների մազերը հաշվելու ընթացքում։ Եվ ասել է, որ կա նաև այս տարբերակը, որ նորից գնան ընտրության։ Իսկ բարձա չէ, որ նորից գնան ընտրության, այնտեղ արդեն Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը չեն մասնակցելու։ Իրանք կստանան Նիկոլ Փաշինյանի կողմից բրասլետներ, նվեր։ Եվ դա պերճանքի առարկա չի լինելու։ Դա կա, հա, այդ երաշխիքը ինչ էր, էդ է ուզում ասել, կա ինչ երաշխիք օրինակ Վարդան Ղուկասյանն ընտրվելուց անմիջապես հետո չեն ձերբակալի, նախադեպը ունենք, էլի այլ քաղաքներում։ Այդ ձերբակալությունը միայն Վարդան Ղուկասյանին չի վերաբերում, դա ցանկացածին է վերաբերում։ Այսօր մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հիմա ձեր առաջ նստած ունի մեղադրյալի կարգավիճակ։ Եթե սրանք կարան ինձ մեղադրյալի կարգավիճակ շնորհեն, ով է այնտեղ մնացել, որ պիտի չշնորհեն։ Այսինքն այդ իրավական պարտադիր չի, որ Վարդան Ղուկասյանը կամ Մարտուն Գրիգորյանը ինչ-որ բան արած լինի։ Սրանք բան անելու համար չի, որ մարդ են ձերբակալում, սրանք մարդ են ձերբակալում ցանկացած բան, WhatsApp կա, չէ՞ հիմա։ Այդ WhatsApp-ն է, չէ՞, որոշում ներկայացնում։ Բավական
Սցենարները հիմնական ասացինք, բայց Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մի ուշագրավ կարճ հատված կար, որը այդքան էլ չքննարկվեց, հա։ Ու հայտարարությունը կարճ չէր, երկար էր, բայց այդ հատվածը հետաքրքիր մեջբերեմ, հա, ասում եմ Ռուբենին կամ Կարենին կարող էին ընտրել քաղաքապետ 4 տեխնացուներից համատեղ քննարկման եւ համագործակցության արդյունքում։ Սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Բայց այս որ ասում եմ իրենք այդպես որոշեցին, բայց սրա մասին խոսելը էլի ուշ չէ։ Ինչ է սա նշանակում, ինչ նկատի ունի Մարտուն Գրիգորյանը։ Սա կարող է մեկ այլ սցենար է, որը հավանական է, որի մասին դուք չասացիք, սա ինչ է։ Գիտեք ինչ, հիմա ասենց է իրականությունը։ Տեղի ունեցած ընտրությունը մարտի 30-ի, դա քաղաքապետի ընտրություն չէ, դա համայնքի ավականու ընտրություն է։ Մեր տեղական ինքնակառավարման մասին օրենքում ասում է, որ ժողովուրդը ընտրում է համայնքի ավականին իր կազմից ընտրում է քաղաքապետ։ Ուղղակի այն դեպքում, երբ որ մի կուսակցություն կամ քաղաքական ուժ 50%-ից ավել է հավաքում, ոնց որ փարակար է։ Նրա առաջի համարի տեխնացուն ավտոմատ է դառնում։ Իրավունք ունի։ Նա կարա հրաժարվի քաղաքապետը եւ ավականին ընտրի իր կազմից համայնքի, իսկ ավականին իր կազմից ցանկացած ավականու անդամի կարա ընտրի։ Հիմա Մարտուն Գրիգորյանի ասած տրամաբանությունը հետեւյալն է, որ եթե մեզնից ոչ ոք իրավունքի ուժով չի ընտրվել քաղաքապետ, ուրեմն կարելի է քննարկել թե ում ընտրել։ Եվ ամենևին պարտադիր չի, որ ամենաշատ մանդատ ստացած կուսակցությունը լրին։ Իմ ասացի տրամաբանությունն է, որովհետև այդ իր առանձին վերցրած իրանց ցեկուշած ստացածը զրոյական արժեք ունի։ Դրա համար կարելի է քննարկել, ցանկացած ուրիշ ենթադրենք ավելի նեյտրալ մի հատ տեխնացուի ընտրել, քիչ խոցելի, քիչ եւ ոչ մի եւ նաեւ ասենք քաղաքականապես մի քիչ ավելի չեզոք դրա շուրջ համախմբեին, չէ՞, կարար այտենց լուծում լներ։ Էդի հիմա էլ կա, ցանկացած բայ ավականն ինքն է որոշում։ Ուղղակի մինչև հիմա չի էր ասում, որ Վարդան Ղուկասյանին տան ավելի շատ ձայներ, այն տրամաբանության, որ ինքը ամենաշատ, այսինքն հաշվի է առնում նաև համայնքի բնակիչների կարծիքը, համենայն դեպս ընդդիմադիր սեգմենտի մեջ ամենաշատ քվեները ինքն է հավաքել։ Հետևաբար այդ էր տրամաբանությունը, որ պիտի Վարդան Ղուկասյանի տան։ Եթե հիմա Մարտուն Գրիգորյանի օգտին քվեները ավելի շատ լինեին, քան Վարդան Ղուկասյանը, բոլոր այն մարդիկ այդ թվում ես որ ասում էինք, որ ճիշտ կլինի, որ Մարտուն իր ձայները տա Վարդան Ղուկասյանին, ասել ենք Վարդան Ղուկասյանին, ասել ենք դու պետք է տաս, այսինքն բանաձևը տրամաբանության, այն էր, որ պետքա նախապատվությունը տրվի ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժին, որ նաև համայնքի բնակիչների այդ մեծամասնության կարծիքը հարգվի եւ հաշվի առնվի։ Բայց լուծումները կարան լինեին տարբեր։ Հիմա կարող են դեռ լինել դա նկատում չամսի 16-ը։ Այդ 4 հոգին ընդդիմադիր քվեներով, որոնք անցել են ավականի, ոչ թե հիմա պիտի ամեն մեկը մի գալստուկ կապի կանգնել լրագրողների առաջ մեծահան իր բան դիրքերից ելույթներ ունենա, այլ առանց մամուլին դնեն մի կողմ, հիմա շատ պատասխանատու ժամանակաշրջան է։ Լստեն մի 4 հոգանոց սեղանի շուրջ ու հավասարի ոչ թե ես ունեմ 8 մանդատ, դու 6, դու 3, դու 2, այլ բոլորը որպես մեկ լոտ, մեկ մանդատ։ Հավասարով իրար նկատմամբ ամենայն հարգանքով եւ վստահությամբ կայացնեն որոշումներ, որովհետեւ այդ որոշումները որ չկայացնեն, իրենք բոլորն է քաշվելու են, Գյումրին էլ է քաշվելու, երկիրն էլ է քաշվելու, որովհետեւ Գյումրու ընտրությունը միայն այս ընտրությունը համայնքային իմաստ ունենալուց բացի նաև այլ խորհուրդ ուներ։ Պատահական չէր, չէ՞ որ ամբողջ ԿՊ-ով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնացել լծվել էին Գյումրի։ Սովորական տեղական ընտրությունները դες չեն անում։ Արմավիրի քաղաքապետի ընտրությանը չեն գնացել։ Փարակարել առանձնապես Եղեգնաձոր չէին գնացել։ Փարակարում չէ էլի կային։ Այդ բար սոցիալ նախարարն, չգիտեմ, ընդեն Ղազարյան, Թաքուի, Մակու, ես իմ ով այդ կողմերից է գնա նախկին մարզպետները, տարածքային նախարար, պարտվել են սրանք սա։ Նորմալ երկում սրանք պիտի բոլոր հրաժարական տային։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, 4-ի միջից ընտրել մի անգամ էլ քննարկել, հասկանալ միգուցե օպտիմալը Վարդանը չէ Ղուկասյան, հա։ Միշտ այդ լուծումները կարևորը ստեղեն է, որ այդ 4 հոգին հասկանան, որ իրանցից ոչ մեկը իր անհատական հատկանիշների համար չի, որ միգուցե եղել են նաև սուբյեկտիվ են կալումներ տեխնացուների օգտին, բայց հիմնականում մարդիկ քվեարկել են ԿՊ-ից այդ չարիքից ազատվելու համար, այսինքն գլխավոր մեսիջը, գլխավոր պատգամը իրանց ընտրողներից այդ 4 քաղաքական ուժերին, տեխնացուներին ԿՊ-ի դեմն առնելն է, Գյումրին չթրքացնելն է, հայկական պահելն է։ Եվ հիմա այդ խորհրդով իրանք պիտի առաջնորդվեն հետագա բոլոր որոշումները կայացնել, սկսած քաղաքապետ ընտրելուց մինչև համայնքի ավականու լիազորությունների մնացած բոլոր որոշումները։ Եթե այդ համերաշխ մթնոլորտը իրանք չստեղծեն,
ԿՊ-ն օգտվելու է դրանից։ Գալու է իրանց շարքերից, իրանց ցուցակների մարդկանց տանի եւ ոչ միայն քաղաքապետ ընտրեն, այլ նաեւ այլ process-ներ անեն։ Ի վերջո, մի տարի հետո ավականի նաեւ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն ունի, չէ՞։ Անվստահություն հայտնելու հնարավորություն։ Ալավերդիում ինչ եղավ։ Մի տարի սպասին այն նույն Արեն Մկրտչյան, Արեգա ինչա։ Արենը, որ պարտվել էր ընտրություններում։ Նիկոլ Փաշինյանի ցուցումով կարմիր բերետները հավաքին, գնացին լցվան քաղաքապետարան, թույլ չտվեցին ընտրված քաղաքապետի մասնակցին նիստի, պաշտոնան կարեցին, իրաց ներկայացուցիչ նշանակեցին համայնքի ղեկավար։ Այսինքն, եթե այդ մարդիկ այնտեղ միասնական չլինեն, ընդամենը մի հոգի էին առևանգի ավականու ապրելու երկիր խմբ։ Մի հոգի առևանգեցին, իշխանությունը զավթեցին ժողովրդի կամքին հակառակ։ Նույն բաները ստեղ են անելու։ Այսինքն հիմա շատ կոպիտ ասած բարձրագոչ է այդ հայտարարությունը, որ ԿՊ-ն վերջ պարտվել է ու հանգիստ գնանք քնենք։ ԿՊ-ն պարտվել է ժողովրդի որոշմամբ։ Այսինքն ժողովուրդը իր որոշումը կայացրել է։ Չի ամրագրվել դա, այդ եմ ասում։ Բայց հիմա մնում է քաղաքական ուժերը, որոնք այդ ժողովրդի որոշման կրողներն են, կայացնեն այդ որոշման իմաստից, խորհրդից բխող խելամիտ որոշումներ։ Ու դրա համար, որպեսզի կարողանան դա իրենց անձնական հավակնությունները, կենսագրության տարբեր դրվագները, միմյանց նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքը պիտի դնեն մի կողմ, ես զբաղվեն քաղաքական որոշումներ կայացնել։ Եթե անձնական հարցեր ունեն լուծելու, այդ անձնական հարցը լուծելու համար պետք չէ, որ Գյումրիում արտահերթ ընտրություն լինի։ Թող մինչև արտահերթ ընտրությունը պիտի լուծածելնեին, կամ էլ պիտի այդ արտահերթ ընտրություններից հետո լուծեն։ Դա իրանց ժողովրդի տված քվեի հետ կապ չունի։ Ժողովուրդ ոչ մի ընտրող չի ասա, ես քեզ քվե եմ տալի, որպեսզի դու գնաս քո անձնական հարցերը լուծես։ Այդպես ընտրող իրանցից ոչ մեկը չունի։ Մարդիկ իրանց քվե են տվել իրանց ծրագրի համար, իրենց դիրքավորման համար, այն բանի համար, որ իրանք ասել են մենք ԿՊ-ին դեմ ենք։ Այդ ամբիցիաներին հենց կվերադառնանք նաև համապետական մասշտաբով։ Գյումրիից մի փոքր փորձենք դուրս գալ։ Հիմա Գյումրին ընտրությունից առաջ հիշում եք հայտարարությունների ընթացքում, որ այ երկրորդ քաղաքն է, կարևոր քաղաք է, դուք էլ ակնարկեցիք, որ այս կարող է շատ կարծիքներ հնչել են նաև իմ տաղավարում, որ խթան է լինելու, տրիգեր է լինելու համապետականի, հա, ժողովուրդը տեսնելով, որ հնարավոր է այս ճանապարհով, հա, այդ մոնստր չի, հնարավոր է հաղթել ԿՊ-ին։ Ու ընդդիմությունն ինքը իրենով ռեստարտ կլինի, ինքն էլ կտեսնի, որ տեսեք, այսպիսի ջանքերով հնարավոր է։ Հիմա արդարացած այդ սպասելիքները Գյումրին դեռ շանս ունի դառնալու համապետական process-ի խթան։ Ես ցավում եմ, որ ընտրություններից հետո այս որոշումների ձգձգվելը, հատկապես Մարտուն Գրիգորյանի կողմից եւ այլն, մի քիչ սպառեց այդ էներգիան, այն ուժը, որը գեներացվել էր ընտրության արդյունքում։ Մենք ակնկալում էինք եւ այդ մասին հրապարակային էլ ենք խոսել, Հայկ Նահապետյանի առաջարկն է, ես էլ էի ողջորված այդ գաղափարով, որ գյումրեցիները իրենց հաղթանակը ավտոարշավով բերեն Երևան։ Եվ միանգամից հենց հաջորդ օրը 5000 մեքենա գար Երևան, մենք էլ իրանց դիմավորեինք ու այդ հաղթանակ ունենար իր շարունակությունը Երևան։ Ընդդիմության որոշ սեգմենտում նաև եղել է այդ, բացի ձեզնից։ Ես կարծում եմ, որ էլի ուշացած չի, միշտ էլ կարելի է անել, հուսանք, որ մինչև ապրիլի 16-ը զարգացումները բացասական ընթաց չեն ունենա եւ ԿՊ-ն Գյումրիում չի ունենա քաղաքապետ, ոնց որ չի ունեցել երբևէ։ Իդեպ ասեմ 2016 թվականի ընտրություններին ԿՊ-ն մասնակցել է Գյումրի ավականու ընտրություններին, ստացել է անվավեր քվեաթերթիկներից 4 անգամ պակաս ձայն։ Անվավերից ճմրթված քվեաթերթիկներից 4 անգամ էլ պակաս ձայն։ Իրանք այդ քաղաքում իրական հեղինակություն կշիռ չունեն, իրանք իշխանազավթում են, փորձում իրականացնել։ Իրականում նույնիսկ այն մարդիկ, ովքեր քվեարկել են այդ հանցախմբի օգտին, քվեարկել են որոշակի ներազդեցության, վարչական ազդեցության, ֆինանսական հսկողության եւ այլնի պատճառով։ Իրականում իրանք հոգու մտադրությունը այլ է, քան իրանք կատարած քվեարկությունը, ես վստահ եմ։ Դրա համար պիտի հիմա համախմբված հաղթել են, չնայած այս ամեն ինչին, կարողացել են հաղթել, թույլ չեն տվել, որ ԿՊ-ն ունենա քաղաքապետ, հիմա իրանք հաղթանակը պետքա բերեն հայրաքաղաքից մայրաքաղաք։ Ինչպես բերեն, նոր խոսում եք, ասիկ տեսեք բաները, եթե կարողանան իրենց ամբիցիաները եւ այլն, այլ համապետական մասշտաբում մենք ոնց որ թե այդ չենք նկատում, լավ գոնե Գյումրին օրինակ դառնալ, ի՞նչն է խանգարում։ Շատ ենք խոսել իհարկե թեմայի շուրջ, բայց ի՞նչն է խանգարում ընդդիմադիր խոշոր ուժերին, աչքի ընկնող երկրի ներսում կուզեք անունը դրեք primaries, իրենց շարքերում, ինչ որ նման մի նախնական բան անել, այդ չարչրկված այդ տեխնացուին գտնել իրենց մեջից միասնական կամ իրենց դրսից, որտեղ ու
Գնալ փողոցայինի ու խորհրդարանականի այս բան Ուրեմն զուգահեռ պայքարի։ Այո, ես լրիվ այդ տեսակետը մենք պաշտպանում ենք եւ հիմա էլ այս ընթացքում բավականին ակտիվացել են process-ները, ոնց որ հասարակության մեջ շատ մեծ գլուխ է բարձրացնում այն գաղափարին աջակցությունը, որի մասին ես խոսում եմ դեռ 2022 թվականի օգոստոսի 23-ից եւ որը մեր սահմանադրությամբ կոչվում է անվստահության գործընթաց, ժողովուրդը դրան ասում է impeachment։ Դա պետք է անել մեկ օր շուտ եւ դա լինելու է այն համախմբող ուժը, որը կհամախմբի ողջ ընդդիմադիր սեգմենտը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից վռնդելու տրամադրություն ունեցող մեր ողջ հասարակությանը։ Մի բան ընդհատեմ, հիմնականում եթե իմ տաղավարում լինում են խորհրդարանական ընդդիմությունից, ասում են ամեն ինչին համաձայն ենք, բայց միգուցե դա լինի օդ կրակոց ու վստահ չեն երևի որ այդ ձեր ասած բանը կլինի համախմբ, այսինքն չունենք այդ ռեսուրսը, ինչու իզուր տեղը կրակենք այդ փամփու մոտա, որապես այսպես է ձև արդարացումը ձևակերպում է։ Վստահ եմ ծանոթ եք։ Ես բնականաբար ձեր տաղավարի բոլոր հաղորդումները լսում եմ ձեր հյուրերի մեծ մասին եւ ծանոթ եմ այդ տեսակետներին եւ այդ տեսակետը ես համարում եմ անհիմն եւ անլուրջ տեսակետ։ Այդ նույն բանը ոնց որ ժողովրդին ասես, սիրելի քաղաքացիներ, տոմս առեք, գնացեք Վազգեն Սարգսյանի մարզադաշտ դրոշներով, երեսներից բաներ քսած, բալեշիկի պլակատներով, եթե դուք բոլորդ գնաք մարզադաշտ եւ մենք տանը նստած տեսնենք որ մարզադաշտում տրիբունաներ լիք տեղ ազատ տեղ չկա ժողովուրդը, այդ ժամանակ մենք մի հատ ֆուտբոլային թիմ կստեղծենք։ Կընտրենք թիմի մարզիչ, թիմի ավակ, կգնանք ֆուտբոլ խաղանք, դե դուք եկել եք, չէ՞ որ բալետ անեք, խոտես չեք մնալու։ Անլուրջ է։ Հակառակն ալում, չէ՞։ Այսինքն ձևավորվում է ֆուտբոլային թիմ, հստակ որոշում է թե ով է այդ թիմի մարզիչը, ով է թիմի բժիշկը, ով է ավակը, ով է դարպասապահը, ով է խաղ են խաղում, ժողովուրդը տենում է որ այդ մարդիկ իսկականից ֆուտբոլիստ են, իրանք նպատակը մոտիվացված են, այդում են լսում են փողել են ծախսում, այդում են լսում են տրիբունա, ասում են աջակցենք մեր թիմին, որ մեր թիմը հաղթի։ Կարող է այդ սաղը լինի, թիմը պարտվի, տենց լնում է։ Բայց առանց թիմի միայն բալեշիկով ֆուտբոլ չեն խաղում։ Շատ միգուցե գրեհիկ է համեմատությունս կամ սխալ է համեմատության մեջ, բայց նման է։ Հիմա քաղաքական գործիչները, որոնք ազգային ժողովում падգամավորի մանդատ ունեն, եւ այդ մանդատը իրանց սահմանադրական իրավունք է տալի, սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եւ կա դրա համար բոլոր իրավական հիմքերը, քաղաքական հիմքերը։ Իրանք պետք է այդ գործընթացը սկսեն եւ ապավինեն ժողովրդի աջակցությանը, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց, իրենց այդ գաղափարը առաջ մղելու համար։ Այսինքն առանց հանրային աջակցության հավանականությունը քիչ է, որ միայն պարլամենտով իրանք կարող է հաջողեն, որովհետեւ ԿՊ-ի падգամավորները չեն զգա այդ ժողովրդի ուժը, էներգիան եւ իրանք ազատ կմերժեն, կջնջեն, կգցեն։ Բայց առանց այդ process-ի ժողովուրդը փողոց դուրս չի գա, դուրս գան որ ինչ անեն։ Այդքան հանրավակի որ դուրս կգան պարոն։ Չէ, ոնց վստահ, քանի անգամ է դուրս եկել։ Իրենց թիկունքին կկանգնի։ Քանի անգամ է դուրս եկել։ 2022 թվականի սեպտեմբերի 15 ազգային ժողով շրջապատել էին, падգամավորներից խնդրեցին, գնացին ազգային ժողով, չարեցին։ Հիշում եմ։ 2024 թվականի մայիսի 9-ը հավաքվեց ժողովուրդը փողոց, չարեցին։ 2023 թվականի սեպտեմբեր Արցախի բռնի տեղահանման շրջան Հանրապետության հրապարակը լիքն էր։ Այո։ Նախաձեռնեցին անվստահություն, չեն անում այդ մարդիկ։ Հիմա արդեն մենք պիտի հավասարության նշան դնենք իրանց ու ոնց որ ԿՊ-ն իրանք ասում են չեն անում։ Իրանք էլ չեն անում, նույն բանն է։ Տրամաբանական ինչու սպասում են 26-ին։ Հիմա ինչն է իրանց ուզածը, վարչապետի տեխնացու չունեն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող լինի վարչապետ։ Հայաստանում երկրորդ մարդը չկա որ կա։ Մի մարդ, որը ոչ կրթություն ունի, ոչ դաստիարակություն ունի, պարզմա ոչ կնիկ ունի, ոչ պրավա ունի, սաղ կեղծ։ Նախկինում դատված, ոչ մի տեղ չաշխատած։ Նա կարող լինի վարչապետ։ Հայաստանում ուրիշ մարդ չկա, որ կարող լինի վարչապետ։ Միգուցե ոչ ոք չի համաձայնում, պարոն Ղազարյան։ Դե ես էլ ասել եմ, եթե ոչ ոք չի համաձայնում, ինձ առաջադրեք։ Չէ, ասել եմ ամենավերջ, իրանք միանգամից իջնում են վերջի տեխնացուի վրա, ասում են վերջինին քարգոծել, ասում են ինչպես դու ասում որ դու ասում եմ ես վերջինն եմ, մի ասեք մարդ չկա։ Կա, բայց ես կարծում եմ, որ այդ մարդը նախ դուք պետք է առաջադրեք։ Ընտրության եք մասնակցել Հայաստան դաշինք։ Ձեր դաշինքի առաջի համարը եղել է Ռոբերտ Քոչարյան, ընտրական օրենսգիրքն էլ ասում է առաջի համարը վարչապետի տեխնացու է։ Առաջադրեք, այ մա։ Գրեք, հա։
Պատիվ ունեմ դաշին, գնացել եք ընտրության, ձեր պատկերացումներով վարչապետ կարել Արթուր Վանեցյանը, ճիշտ է, դուք տենց եք պատկեր, իրան եք գրի առաջի համար։ Եթե հիմա մեծամասնությունը ձեզ քվեարկեր, Արթուր Վանեցյանը պետք է վարչապետ, չէ՞։ Դա դες պատկերացումներ, այ մարդ առաջադրեք, սկսեք, ինչ եք ուզում։ Եթե չեք առաջադրում ձեր առաջնորդներին, ձեր շարքերից մարդ չկա, ասենք Հայաստան դաշինքի կազմում կա Արմեն Գևորգյան, որը փող վարչապետ է եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնով աշխատակազմի փորձառու, բան իմաց, տեսքը տեղը, խելքը տեղը հետ աշխատել եմ, ես գիտեմ։ Ասենք Արմեն Գևորգյանը չի կարալի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը կարալի վարչապետ, այ մարդ առաջադրեք, սկսեք այդ գործընթացը։ Ինչ է նշանակում ուզում է, չի ուզում։ Իսկ ոնց ինքը ինչ է ուզում։ Ուզում է կյանքը թեթև լինի, հեշտ լինի, բայց այդ դեպքում ինչ է քաղաքականությամբ զբաղվում։ Ուրեմն ինքը պայքարի մարտիկ չի, եթե պայքարի մարտիկ չի, բան չի պատգամավոր։ Իդեպ 21 թվականին ձայներ ստացել են հենց խորհրդարանում նաև իշխանապողությունն ապահովել, եթե չեմ սխալվում։ Բայց մենք էլ այդ ասենք մենք ոչ մի նոր բան, մենք ոչ քաղաքական պահանջներ ենք նոր դնում։ Քաղաքական պահանջ իրանք են դրել։ Իրանք ասել են մենք գալիս ենք խորհրդարան, որպեսզի փողոցային պայքարը համադրենք պատգամավոր լիազորություններից բխող գործողությունների հետ։ Փողոցային պայքարը դադարեցրել են, պատգամավորից բխող գործողություններ չեն անում։ Հիմա անվստահության գործընթացը դա ոչ թե Էդգար Ղազարյանի մտահաղացումն է, ես դες նստել եմ, sense խելքս հավաքել եմ գլուխս, ես մի հատ know-how եմ մշակել, տարել եմ գրանցել եմ մտավոր սեփականության գործական։ Պատենտավորված չի, դա սահմանադրությունը գրած է։ Սահմանադրությունն ասում է, ազգային ժողովը ձևավորում է կառավարություն, ազգային ժողովը հավանություն է տալի կառավարության գործունեության ծրագրին, կառավարությունը պետության ներքին արտաքին քաղաքականություն իրագործում է միայն ծրագրի հիման վրա, եթե կառավարությունը շեղում է իր ծրագրից, ազգային ժողովը կառավարությունը անվստահություն հայտնում։ Պարզ գրած բան, այսինքն մենք ոչ մի նոր բան չենք ասում, ասում ենք, կլինի մեր երկրի սահմանադրության օրենքներով առաջնորդվեք։ Բավական լավ։ Ձեր քաղաքական խոստումներով։ Չեմ ուզում, տեսեք, բացառելով գնացինք, կադրային բազայի խնդիր չունենք, մանդատի խնդիր չունեն մարդիկ, եւ Քավլիցի ես մեկը գոնե դուք էլ ասած չենք կասկածում իրենց որևէ մեկի պայքարի հայրենասիրության ոչ մեկի նաև այնտեղ ունենք մարդիկ որոնց անձամբ հետեւաբար հարց առաջանում դա անկրթություն ինչի՞ց է հա ինչի 26-ի ընտրության են պատրաստվում հիմա քանի որ վախենում ինչ է 26-ի ընտրությանը պետք չի պատրաստվել այդ 26-ի ընտրությունը գալու է չէ հիմա ասեք մարդը պիտի իր մահվանը չպատրաստվի չէ որովհետեւ աշխարհում բոլոր մարդիկ ովքեր ծնվում են նաև մահանում են հիմա 26-ի ընտրությունը ասես տենից լինելու է դուք դրան ինչ եք պատի ինչ եք որոշել եք որ պիտի 26-ին ընտրությունն լինի դա էլ է սահմանադրությամբ բայց դուք ինչ մինչև 26 թիվը հələ 3 անգամ ազգային ժողովը կարա վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ցուցաբերի նույնիսկ դրի քվեարկության չանցնի բացում բա մի անգամ գոնե արեք արդյունքը տեսնենք Տենանք չի ստացվում, հետևություն անենք, երկրորդ անգամ գնանք արդեն մեր հետևություններով, չէ՞, հնարավորությունները չի ենք բաց թողնում։ Ես երբ որ 22 թվականի օգոստոսին ասում եմ, ասում եմ, եթե անենք չստացվի 6 ամիս չենք կարող անենք։ Ասեմ 6 ամիս ինչ պիտի անենք։ Հիմա ասեք, ինչ պլաններ ունեք այդ 6 ամսվա համար, որ զրկում եք ձեզ այդ 6 ամիս։ 5 հատ 6 ամիս դրա վրա անցել է արդեն։ Մնացել է 3 հատ։ Առնվազն կճշտեին թե ինչքան էլեկտորատ ունեն գոնե։ Շատ բան կճշտվի ու հետագա քայլեր այդ կանես ասեք եթե հնարավորությունը չօգտագործելը դու ինչով ես բացատրում ասում եմ ԿՊ-ականները դեմ են ասում առաջին դուք եք դեմ հələ ԿՊ-ականներին չենք հասել հələ ձեզ չենք կարող համոզենք որ սկսեք հələ դուք սկսեք այդանք հասնենք ԿՊ-ականներին նոր կերևա ԿՊ-ականները ԿՊ-ականները այսօր խմբակցությունն է որ ընդամենը մի քանի ոչխար արդեն 3 падգամավոր այդ խմբակցությունից հանել է Հովիկ Աղազյանի ոչխարները Հովիկ Աղազյանը դուս եկավ Հակոբ Ասլյանը հետևից այն Վիլեն Գաբրիելյանն էլ դատախազին ասած հիմնավոր չի այնը դեմ քվեարկեց ուղարկին Գյումրի գաստրոլների հանին Մի շաբաթվա մեջ մի քանի ոչխարով 3 հոգի դուս է եկել ընդից արդեն Բայց քաղաքական process-ը լինդե մարդ կմնա Այսինքն միգուցե հա ինչ անենք այդ վերջի հարցը այն որ ասում եք ճնշում գործադրել ԿՊ-ի վրա միգուցե հասարակական ճնշում դուք եւ ձեր նման մտածող մարդիկ հա սկսենք այսպես են գործադրել Դա անում ենք հիմա ասենք օրինակ նախաձեռնություն կա կոչվում է արդ ունենք շարժում Հա Մալյանին է տեղյակ եմ Այո ես էլ եմ այդ քննարկումներին մասնակցում իմ թեզը շուտ բանից ունեմ հիմա եմ հետաքրքիր է գնում եմ քննարկում հիմա մտադրություն մենք ունենք առաջիկա բոլոր падգամավորներին գրություն գրենք ժամկետով Խելամիտ ժամկետով այդ քանի որ իրանք 22 թվականից կարային դանեն չեն անել ասենք մեզ եւս 5 տարի պետք իրան սպասելու համար 5 օրը լրի բավարար է ասենք դա ձեր իրավունքն է ում ուզում եք առաջադրեք
այդ գործընթացը սկսեք, չեք անելու, ուրեմն կներկայանանք մենք վարչապետի տեխնացիով ծրագիր, այսինքն դուք բան չունեք, ջան, դուք իրավունք ունեք, չեք արել, չէ՞։ Դե ուրեմն հնարավորություն տվեք, ով որ կարող է անի։ Այսինքն դուք տանեք տեխնացուին, իրանց ասեք, էսա մեր տեխնացուն է, դրեք։ Ընդ որում գիտեք սահմանադրությունը ինչ հնարավորություն է տալի։ Ասենք հիմա ընդդիմության շարքերում կա ընդհանրեն 34 падգամավոր։ Հիմա կարա 34 հատ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն լինի։ Ամեն падգամավոր իր սեփական նախաձեռնությունը 34 վարչապետի տեխնացիով։ Մյուս падգամավորները կարամ 34-ի տակ է ստորագրեն, մեկը կարա 4-ի տակ ստորագրի, մեկը 1-ի տակ ստորագրի։ Հիմա ասում եմ 34 տեխնացու ամեն մեկը այդ հանրային դաշտում ով է ով ումա պատկերացնում։ Թող գրի այդ գործընթացը սկսի։ Այդանք եմի ստորագրություն, տեսնենք որի տակ ամենաշատ ստորագրություն հավաքվել է ամենաշատ ստորագրությունը Հրանտ Բագրատյանի տեխնացիան տակ։ Այն 33-ը ճղենք թափենք, այդ մեկին ասենք եկեք մյուսներով էլ միացեք, ով որ չի միացել, այս մի նախաձեռնությանը, մենք գնում ենք արա, որովհետև սրանով ընդամենը դու վարչապետից, նախաձեռնությունը չի կոչվում վարչապետի ընտրություն։ Նախաձեռնությունը կոչվում է վարչապետին անվստահություն, ուղղակի դու դրա համար պիտի ունենաս տեխնացու։ Մեկը մեր սահմանադրությամբ կառավարությունը կոլեգիալ մարմին է, վարչապետը միայնա ոչինչ չի որոշում։ Այն մնացած 34-ը, որ ճղին թափեցիք, վարչապետից տա, դրանք կարան փոխվարչապետներ լինեն, դրանք կարան այդ կառավարությունը Այո, մենք է ժողովրդին կասենք, ախպեր ջան, Արման Թաթոյանին եք մեկը, Արման Թաթոյանը վարչապետ չի էլ, չի ուզում։ Արդարադատության նախարար կլինի այդ ժամանակավոր կառավարությունում։ Մեկին, չգիտեմ, չէ ուզում է վարչապետ չի եղել, կլինի պաշտպանության նախարար, մեկ կլինի էկոնոմիկայի, մեկ այդ կառավարության նպատակը հակաճգնաժամային գործողություններն է, ժողովրդին այս պետությունը կործանումից փրկելն է։ Թե որը տում եք ուզում, այև 26 թվին ընտրություն կլինի, կեթակ ձեր ընտրությունը կանեք, իշխանությունը կձևավորվի դրան համար։ Հիմա հակաճգնաժամային կառավարությունը Հակաժամկետ նկատենք 1 տարի, հա, մինչև 26 թիվ, որ անցկացնի այո, որպեսզի այս պարլամենտը չլուծարվի, որպեսզի այն ԿՊ-ի падգամավորներն էլ, ովքեր հիմա պիտի քվեարկեն, հասկանան, որ իրանց քվեարկելով իրանք հանձախմբից դուրս են գալի, ու մինչև 26 թիվ իրանց հիպոթեկ հələ կմարեն, իրանց տները հələ կառնեն։ Եվ վերջին հարցը, պարոն Ղազան, դուք վստահ չասեմ, հավանականությունը գնահատել եք այն հաստատ հասարակությանը շփումների եւ այլ տրամադրություններ ուսումնասիրելով, այս ամեն ինչը նախաձեռնելով, հավանականությունը որքանով է մեծ, որ իրոք ժողովուրդ կհավաքվի հենց ազգային ժողովի բակում։ Ես վստահ եմ, այս ժողովուրդը բազմիցս հավաքվել է, Երևանը 1.200.000 բնակիչ ունի։ Երևանի մոտակայքում են գտնվում Հայաստանի մեծ քաղաքների մի զգալի մասը։ Էջմիածինը, Աշտարակը, Աբովյանը, Հրազդանը, Արմավիրը, Արարատը, Արտաշատը, Մասիսը։ Արտաշատից Երևան հասնելու համար կես ժամ ժամանակ է պետք։ 9-րդ Մասիվից Բաղրամյան փողոց հասնելու համար 20 րոպե ժամանակ է։ Եթե այդ մարդիկ իմացան, որ իրենց ներկայությունը խնդիր է լուծում, այսինքն կա քաղաքական process, որին իրանք իրենց ներկայությամբ կարան նպաստեն, կես ժամ հետո հավաքվելու են։ Եթե ես հիմա հանրահավաք հրավիրեմ, ասեմ ժողովուրդ եկեք, ես հիմա ելույթ եմ ունենում, դու լսեք, ասեն են Արկադիի մոտ խոսում էր, լսել ենք, դրանից լավ բան ինչ պիտի ասես։ Նոր բան ես ասելու։ Այսինքն խորհրդանական ընդդիմությունը ամբիոնից հայտարարում չեն գալի։ Խորհրդանական ընդդիմությունը հայտարարում ժողովուրդ այս ժամին, այսինչ օրը սկսում եմ այս process-ը, այս ցուցակը դուք։ Եվ մենակով դժվար կարողանանք մենք ԿՊ-ին համոզենք, որովհետև գիտեք, դրանք սովորական падգամավոր չեն, բանդիտներ են, հանցախումբ են, ձևավորվել, դրանք հենց նրանց իրավունք չեն տալու։ Մեկը դուրս է գալի, լսում են գլխին, չէ՞, ասենք Հովիկ Աղազյան, Հակոբ Ասլյան, որ մինչև այդ գովում էին ավարյալի ճակատամարտի սաղ պատերազմների մասնակցել է, իրանք դերին դրան ինչ ասես ասեցին։ Հիմա քանի որ դրանք տենց են, մենք մեզնով միայն դրանց հետ շփվում։ Այդ հարցը չեն կարող, ձեզ պետք դուք եք չէ նաև դրանց ընտրել։ Հելեք եկեք մեզ տիրություն արեք, մեզ աջակցություն ցուցաբերեք, գլեն կգան մի ժամում։ Եվ այդ խնդիրը կլուծվի հենց մի ժամում։ Իսկ այդ այն լուծումն է, որ Նիկոլ Փաշինյանի կամքը կարևոր չի, որովհետև մինչև հիմա բոլոր շարժումները, հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, չգիտեմ, անկախության շարժում, ասել են Նիկոլ Փաշինյան հրաժարական տու։ Դրանցից ոչ մեկը արդյունքի չի բեր, այսինքն նա հրաժարական չի տալու։ Հետևաբար մենք հրաժարականը իր կամքով որոշումն է։ Մենք իրան իր կամքի հետ դնում ենք մի կողմ Եվ գնում ենք որոշման, որտեղ իր կամքը կարևոր չի, ինքը իր տնից, ամառանոցից, զբլանոցից նստած լսելու է, թե ոնց են իրան պաշտոնից հեռացնում։ Շնորհակալություն, մնաց օդում կախված են գլխավոր հարցը ինչու չեն անում, դա երևի այդ հարցի պատասխանը մենք իրանցից կստանանք անձնապես այս գործընթացի արդյունքում։ Հրապարակայնացնեք։ Անպայման, ամեն ինչն ալելու հրապարակային, դա անձնական խնդիր չի, որ
պարզ քննարկումներ լինեն։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադել տեսանյութ դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։